Ինտերպրետացիոն ֆուտուրիստական նամակ Մինչ անի եղբորը համարժեք արձագանք տալը և վերջապես բոլոր փակագծերը բացելը, թույլ տվեք նախ ասել, որ հիմա ես Երևանում եմ։ Այս քաղաքը միշտ եղել է իմ այն վայրը, որտեղ ես կարող եմ լինել ինքս ինձ հետ առանց դիմակների։ Ես վերադարձել եմ այստեղ աշխատելու մի նոր նախագծի վրա, որը կարծես վերջապես կարող է ինձ նոր էներգիա տալ։ Այս նախագիծը իմ երազանքների մի մասն է, մի բան, որի վրա աշխատում եմ ամբողջ սրտով, փորձելով ստեղծել ինչ-որ արժեքավոր բան, որը կմնա ինձանից հետո։ Ես փորձում էի կենտրոնանալ ներկայի վրա, նոր հնարավորությունների վրա, փորձում էի մոռանալ անցյալի վատ հուշերը, այն խնդիրները, որոնք ժամանակին կոտրել էին իմ հոգին։ Ես չէի ցանկանում նորից բացել հին վերջերը, խոսել այն մասին, ինչ վաղուց փակված էր իմ սրտում։ Ես ընտրել էի լռությունը, որովհետև հավատում էի, որ այն ավելի արժանապատիվ է, քան անվերջ վեճերն ու բացատրությունները։ Բայց կան մարդիկ, ովքեր չեն կարողանում հաշտվել իմ լռության հետ։ Որոշ մարդիկ կարծես որոշել են, որ իմ լռությունը իրենց դեմ զենք է։ Նրանք խոսեցին իմ անունից, խեղաթյուրելով ճշմարտությունը, վերաշարել իմ կյանքի պատմությունը, այնպես ինչպես իրենց էր հարմար։ Նրանք բարձրաձայնեցին միակողմանի պատմություններ, մեղադրանքներ, որոնք խոցեցին ոչ միայն ինձ, այլև նրանց, ում ես սիրում եմ։ Եվ ես հասկացա, որ լռությունը այլևս տարբերակ չէ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ ուրիշները սահմանեն, թե ով եմ ես կամ ինչ է եղել իմ կյանքում։ Ես Երևան եմ եկել փորձելու նոր էջ բացել։ Մենք փորձում ենք ստեղծել մի բան, որը կխոսի մեր ժողովրդին, մեր մշակույթի, մեր ցավերի եւ հույսերի մասին։ Բայց նույնիսկ այս ստեղծագործական աշխարհում ես չեմ կարող փախչել անցյալից։ Իմ մասին խոսակցությունները, մեղադրանքները, սոցիալական ցանցերի աղմուկը հետապնդում են ինձ։ Որոշ մարդիկ որոշել են, որ ես պետք է հաշվետվություն տամ նրանց։ Բացատրեմ իմ յուրաքանչյուր քայլը, յուրաքանչյուր որոշումը, եւ ես հոգնել եմ դրանից։ Ես հոգնել եմ լռելուց, հոգնել եմ թույլ տալ, որ ուրիշները խոսեն իմ փոխարեն։ Այդ պատճառով ես որոշեցի խոսել։ Ես խոսելու եմ այն մասին, թե ինչպես էի փորձում պաշտպանել իմ ընտանիքը, երբ ամեն ինչ քանդվում էր։ Ես խոսելու եմ այն ցավի մասին, որն ապրել եմ, երբ մարդիկ, ում սիրել եմ, հեռացել են ինձանից։ Ես խոսելու եմ այն սխալների մասին, որ գործել եմ, որովհետև ես մարդ եմ, ոչ թե կատարյալ արձան։ Բայց ես նաև խոսելու եմ այն մասին, թե ինչպես եմ պայքարել, որ իմ երեխան երբեք չզգա, որ լքված է։ Ես խոսելու եմ այն մասին, թե ինչպես եմ աշխատել օր ու գիշեր, որ նրանք, ում սիրում եմ, ոչնչի կարիք չունենան։ Անցյալը ծանր էր։ Ես կորցրել եմ շատ բան, սեր, վստահություն, երազանքներ։ Ես ապրել եմ պահեր, երբ կարծում էի, որ այլևս չեմ կարող առաջ գնալ, բայց ես Երևան եմ եկել, որովհետև այստեղ եմ գտնվում։ Եվ ես ընտրել եմ շարունակել, ես ընտրել եմ աշխատել, ստեղծել, երազել։ Բայց ես նաև ընտրել եմ խոսել, որովհետև չեմ կարող թույլ տալ, որ իմ պատմությունը խեղաթյուրվի։ Ես խոսելու եմ, որովհետև ժամանակն է, որ իմ ձայնն էլ լսվի։ Եվ ես խոսում եմ, որովհետև ճշմարտությունը երբեք չպետք է թաքնվի լռության հետևում։ Հարգելի Անիի եղբայր, ինչպես արդեն ասացի, ես երկար ժամանակ լռել եմ։ Լռել եմ, երբ սոցիալական ցանցերը պայթում էին մեղադրանքներից, խոսակցություններից, ատելություններից։ Լռել եմ, որովհետև կարծում էի, որ լռությունն ավելի արժանապատիվ է, քան ցեխի մեջ խորասուզվելը։ Բայց ձեր բաց նամակը, որը կարծես մի ամբողջ ազգի վրդովմունքն է արտահայտում, ստիպում է ինձ խոսել։ Ես այլևս չեմ կարող թույլ տալ, որ ձեր միակողմանի պատմությունը ընդունվի որպես ճշմարտություն։ Դուք խոսել եք, եւ ձեր խոսքերը մեծ աղմուկ են բարձրացրել։ Հիմա իմ հերթն է։ Այսօր ես բացելու եմ իմ փակագծերը, ես պատրաստվելու եմ խոսել այն մասին, ինչի մասին այսքան ժամանակ լռել եմ։ Ոչ թե այն պատճառով, որ վախենում էի այդ, որովհետև հավատում էի, որ որոշ բաներ պետք է մնան անձնական, բայց ձեր նամակը, ձեր մեղադրանքները, ձեր կեղծ բարոյականությունը ստիպում են ինձ վերջապես բարձրաձայնել ճշմարտությունը։ Եվ ես խոսելու եմ առանց զսպելու։ Դուք ցանկանում եք ճշմարտություն, դե պատրաստվեք, որովհետև այն ձեզ դուր չի գա։ Առաջին բանը, որ ես պետք է ասեմ, այն է, որ դուք Անիի եղբայր, կամ ով էլ որ լինեք, իրավունք չունիք խոսել իմ անունից կամ դատել իմ կյանքը։ Դուք ներկայանում եք որպես Անիի պաշտպան,
բայց ձեր խոսքերն ավելի շատ նման են թատերական մոնոլոգի, որն ուղղված է հանրությանը ծափահարությունների համար։ Դուք խոսում եք արտարության ճշմարտության մասին, բայց ձեր նամակը լի է կիսատ ճշմարտություններով և մանիպուլյացիաներով։ Դուք ասում եք, որ ես վերահսկում էի Անիին, կոտրում նրա հոգին, բայց գիտեք, թե ինչ էր կատարվում մեր տան փակտորների հետևում։ Գիտեք, թե ինչպիսի ճնշում էի ես կրում, փորձելով հավասարակշռել կարիերան, ընտանիքը, հանրության սպառնալիքները։ Դուք նկարագրում եք Անիին որպես զոհ, որպես խիզախ կին, ով պայքարել է իր երջանկության համար։ Ես չեմ ժխտում, որ նա ուժեղ է։ Նա միշտ էլ եղել է տաղանդավոր, կրկոտ, երազող։ Երբ մենք ծանոթացանք, ես գրավվեցի նրա էներգիայով, նրա ժպիտով, նրա երաժշտությամբ, բայց ձեր պատմությունը մոռանում է մի կարևոր մանրամաս։ Ամուսնությունը երկու մարդու մասին է, ոչ թե մեկի։ Դուք խոսում եք իմ սխալների մասին, բայց լռում եք Անիի մասին։ Ինչպես եք համարձակվում ներկայացնել միայն նրա տեսակետը, անտեսելով այն ամենը, ինչ ես եմ ապրել։ Այո, ես փոխվել եմ։ Կարիերայի բարձրացումը, հարությունն ու ուշադրությունը, անընդհատ ճնշումը փոխում են մարդուն։ Բայց դուք կարծում եք, որ ես միակն էի, ով փոխվեց։ Անին նույնպես փոխվեց։ Դուք խոսում եք վերահսկողության մասին, բայց գիտեք, թե որքան հաճախակի էր նա ինձ մեղադրում, որ ես չափից շատ եմ փեմում, որ ես մոռացել եմ ընտանիքը։ Ես աշխատում էի մեր ընտանիքի համար, մեր երեխայի համար, բայց նրա աչքերում ես միշտ պակաս էի։ Դուք ասում եք, որ ես վերահսկում էի նրա յուրաքանչյուր քայլը, դա ծիծաղելի է։ Այո, ես երբեմն խնդրում էի, որ նա զգույշ լինի, թե ում հետ է շփվում կամ ինչ է կրում։ Բայց գիտեք թե ինչու, որովհետև ես ապրում էի մի աշխարհում, որտեղ յուրաքանչյուր մանրուք դառնում էր սկանդալ։ Հանրությունը, մամուլը, նույնիսկ ձեր նման պաշտպանները պատրաստ էին ցանկացած բան մեծացնել։ Ես պաշտպանում էի մեր ընտանիքի անունը, մեր երեխայի խաղաղությունը, բայց Անին դա ընկալում էր որպես վանտակ։ Ես չեմ ժխտում, որ սխալներ եմ գործել։ Ես մարդ եմ, ոչ թե ձեր նկարագրած հրեշը։ Երբեմն ես կորցրել եմ համբերությունս, եղել եմ կոշտ բարձրաձայն, բայց դուք կարծում եք, որ Անին միշտ եղել է անմեղ զոհ։ Գիտեք, թե որքան հաճախ էր նա սկսում վեճեր, մեղադրելով ինձ բաներում, որոնք ես չէի արել։ Գիտեք, թե ինչպես էր նա կարողանում օրերով լռել, պատժելով ինձ իր անտարբերությամբ։ Այո, ես փորձել եմ խոսել, հաշտվել, բայց նա հաճախ փակվում էր իր մեջ, թողնելով ինձ միայնակ մեր խնդիրների հետ։ Դուք խոսում եք Անիի գրառման մասին, որը ձեր խոսքերով նրա ճիչն էր։ Ես կարտացի այդ գրառումը, եւ գիտեք, թե ինչ զգացի, ոչ միայն ցավ, այլ զայրույթ։ Որովհետև այդ գրառումը ոչ միայն նրա ճշմարտությունն էր, այլև միակողմանի աղավաղում։ Նա խոսեց իր ցավի մասին, բայց մոռացավ նշել, թե ինչպես էր նա նույնպես նպաստում մեր ամուսնության կործանմանը։ Դուք ասում եք, որ նա խոսեց, որովհետև այլ ելք չուներ, բայց գիտեք, թե որքան անգամ ես խնդրել եմ նրան խոսել ինձ հետ։ Մինչև ամեն ինչ հանրային դառնար։ Նա ընտրեց սոցիալական ցանցերը, ոչ թե մեր խոսակցությունը։ Այո, ես լռեցի, եւ գուցե դա իմ ամենամեծ սխալն էր։ Ես չպատասխանեցի նրա գրառմանը, որովհետև չէի ցանկանում, որ մեր երեխան մի օր կարդա, թե ինչպես ենք մենք ցեղ շպրդում միմյանց վրա։ Բայց ձեր նամակը ցույց տվեց, որ լռությունն այլևս տարբերակ չէ։ Դուք մեղադրում եք ինձ, որ իմ լռությունն ավելի վնասեց Անիին, բայց գիտեք թե ինչու ես լռեցի, որովհետև ես փորձում էի պաշտպանել այն, ինչ մնացել էր մեր ընտանիքից։ Ես չէի ցանկանում, որ մեր երեխան դառնար հանրային սկանդալի մաս, բայց հիմա ես խոսում եմ, եւ ես խոսելու եմ այն մասին, ինչ դուք եւ Անին ընտրել եք անտեսել։ Դուք խոսում եք նրան վանտագի մասին, բայց ես նույնպես վանտագում էի, վանտակ, որը ստեղծել էր նրա սպառնալիքներից, մեղադրանքներից, անվստահությունից։ Դուք ասում եք, որ ես փոխվել եմ փառքի պատճառով, գուցե, բայց դուք չգիտեք այն ամենը, ինչ կատարվել է։ Այո, ես կարող էի ավելի համբերատար լինել, ես կարող էի ավելի շատ ժամանակ տրամադրել մեր ընտանիքին, բայց դուք կարծում եք, որ ես չէի սիրում Անիին կամ մեր երեխային, ես ապրում էի նրանց համար, ես աշխատում էի, որ նրանք ոչինչի կարիք չունենան, բայց Անիի համար դա գուցե բավարար չէր։ Նա ցանկանում էր ավելին, եւ ես չգիտեի, թե ինչպես տամ այդ ավելին։ Դուք խոսում եք Անիի ցավի մասին, բայց իմ ցավի մասին ոչինչ չեք ասում։ Գիտեք, թե ինչ է զգում մարդը, երբ իր ընտանիքը քայքայվում է եւ նա անզոր է։ Գիտեք, թե ինչ է նշանակում տեսնել, թե ինչպես է քո երեխան նեղվում ծնողների վեճերից
Ես փորձել եմ փրկել մեր ամուսնությունը, ես առաջարկել եմ խոսել, գնալ խորհրդատվության, սկսել նորից։ Բայց Անին արդեն որոշել էր, որ ես թշնամին եմ իրեն։ Եվ հետո եկավ նրա գրառումը. «Դուք այն անվանում եք ճիչ, ազատագրում, իսկ ես այն անվանում եմ մեջքի ցարված»։ Ոչ այն պատճառով, որ նա խոսեց, այլ որովհետև նա ընտրեց խոսել հանրության հետ, առանց ինձ հետ կիսվելու։ Ես նրա ամուսինն էի, նրա երեխայի հայրը, բայց նա ընտրեց սոցիալական ցանցերը ինձ տատելու համար, եւ դուք Անիի եղբայր աջակցում եք դրան։ Դուք նրան հերոս եք անվանում, բայց ես նրան անվանում եմ մարդ, ով ընտրեց հանրային սկանդալը անձնական խոսակցության փոխարեն։ Դուք խոսում եք հանրության ատելության մասին, բայց գիտեք, թե ինչ ատելություն եմ ստացել մարդիկ, ովքեր երբեք չեն ճանաչել ինձ, գրել են, որ ես ստոր եմ, բռնակալ վատհայր։ Իմ երեխան կարող է մի օր կարդալ այդ խոսքերը, եւ դա ինձ ավելի է ցավեցնում, քան ձեր մեղադրանքները։ Դուք ասում եք, որ Անին պայքարում է մեր երեխայի համար, ես նույնիսկ պայքարում եմ, ես սիրում եմ երեխային եւ ես ամեն օր աշխատում եմ, որ նա զգա իմ սերը։ Հիմա եկեք խոսենք ձեր բացահայտումների մասին։ Դուք ասում եք, որ ես վերահսկող էի, որ ես կոտրել եմ Անիի ոգին։ Բայց գիտեք, թե ինչ էր կատարվում մեր ամուսնության վերջի ամիսներին։ Անին սկսել էր հեռանալ, բայց դա ավելի շատ նման էր անտարբերության։ Նա սկսեց շփվել մարդկանց հետ, ովքեր խրախուսում էին նրանց։ Դուրս գալ այդ վանտագից։ Մենք խոստացել էինք միմյանց, որ կպայքարենք միասին, բայց նա ընտրեց պայքարել միայնակ։ Եվ երբ նա գրեց այդ գրառումը, նա ոչ միայն խոսեց իր ցավի մասին, այլև ներկայացրեց ինձ որպես միակ մեղավորը։ Դա անարտար է, դա սուտ է։ Դուք Անիի եղբայր ավարտում եք ձեր նամակը խոստովանությամբ, որ դուք Անիի եղբայրը չեք։ Դուք պարզապես սովորական հայ տղա եք, ով կարդացել է նրա գրառումը, եւ դա ամեն ինչ ասում է։ Դուք նույնիսկ չեք ճանաչում Անիին, բայց համարձակվում եք խոսել։ Դուք նույնիսկ չգիտեք մեր պատմությունը, բայց դատում եք ինձ։ Դուք խոսում եք արտարության մասին, բայց ձեր խոսքերը լի են կողմնակալությամբ։ Ես չեմ պնդում, որ անմեղ եմ։ Ես սխալներ եմ գործել։ Ես եղել եմ անհամբեր, ես եղել եմ կոշտ, ես եղել եմ բացակա, բայց ես նաև սիրել եմ Անիին, ես սիրել եմ մեր ընտանիքը, եւ ես ամեն օր պայքարել եմ, որ մեր երեխան երջանիկ լինի։ Դուք կարող եք դատել ինձ, բայց դուք չեք կարող ժխտել, որ ես մարդ եմ, ով փորձել է։ Հիմա ես խոսել եմ, ես բացել եմ իմ ճշմարտությունը եւ ես գիտեմ, որ ձեզ դուր չի գա։ Դուք կշարունակեք պաշտպանել Անիին, կշարունակեք դատել ինձ, բայց ես խոսեցի ոչ թե ձեզ համոզելու համար, այլ որովհետեւ ժամանակն է, որ իմ ձայնը նույնպես լսվի։ Ես խոսեցի, որովհետեւ իմ երեխան արժանի է իմանալ, որ իր հայրը չի լքել իրեն։ Սիրելիներ, ուրեմն սա Անդրեի գրած նամակն էր, որը ես ձեզ ընթերցեցի այսօր, բայց մյուս տեսանյութի մեջ ես շատ մանրամասն կխոսեմ այս հարցի շուրջ, ինչի համար, որովհետև իմ նպատակս է, որպեսզի վերակառուցվեն ընտանիքներ, ոչ թե քանդվեն։ Եվ ես կասեմ, թե ինչն է պատճառը եղել ընտանիքի քայքայման, եւ դուք ինքներդ էլ շատ հարցերի պատասխաններ կստանաք այստեղ։ Իսկ մինչ հաջորդ տեսանյութը, որը անձամբ ներկայանալով կներկայացնեմ տեղադրելը, կխնդրեմ, որպեսզի բոլորդ աղոթեք այդ ընտանիքի համար, որպեսզի Աստծո կամքը կատարվի այդ ընտանիքում, ինչպես նաև կխնդրեմ որևէ մեղադրական խոսքեր չկրեք ոչ Անդրեի, ոչ Անիի նկատմամբ, որովհետև նրանք Աստծո երեխաներն են, ու բոլորն էլ սխալվում են, բոլորս էլ սխալվելու իրավունք ունենք, բայց նաև պատրաստ պիտի լինենք ընդունելու մեր սխալները ու պատրաստ պիտի լինենք նաև վերանայելու մեր արարքները։ Եվ ասեմ, որ ամեն վեճ, ամեն կռիվ երբեք պատճառ պիտի չհանդիսանա ամուսնալուծության։ Ամուսնալուծության պատճառը ըստ Աստվածաշնչի միայն բորնգությունն է։ Պարզապես սիրելիներ, ովքեր որ պատրաստ են աղոթելու Անիի եւ Անդրեի ընտանիքի համար, որովհետեւ Աստծո կամքն է, որ այդ ընտանիքը վերամիավորվի, ուրեմն մեկնությունների մեջ գրեք, ես կաղոթեմ։